Պարոն Բունյան, ես ուզում եմ հարցնել խորհրդարանում բարեկիրթ բանավեճ, բայց դուք բանավեճ եք ձևակերպում ունենալու ձեր մտադրությունը, այս նախաձեռնությունը, որը դուք հանդես եք գալիս Երևանից, դա անձնապես ձեր մոտեցումն է, թե դուք դա քննարկել եք նաև վարչությունում, վարչության նախագահի հետ, որ փորձեք այս խորհրդարանը դարձնել ավելի նախորդից առնվազն տարբերվող այդ միջավայրի եւ խոսույթի առումով, սա ձեր որոշումն է, թե ընդհանուր քաղաքական թիմի վարչության որոշումն է, եւ ուզում էի նաև իմանալ նախորդ խորհրդարանում հաճախ խորհրդարանը հայտնվում էր նաև քննադատությունների թիրախում այդ պարգևավճարների ֆոնդի հետ կապված, այս հարցում ինչ-որ մոտեցման փոփոխություն լինելու է, թե դուք շարունակելու եք այն նույն տրամաբանությամբ, որը գործել է նախկինում, այսինքն ինչ-որ տոնորեր, արժեներ, ես չգիտեմ այդ բաները, որ փուլերում էր արվում, պարգևավճարների տրամադրումը, շարունակելու եք նախկին ոճը, թե ինչ-որ բան այդ հարցում փոխելու եք։ Շնորհակալություն, բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը եւ խմբակցությանը, այսինքն ես միայնակ չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը։ Պարգևավճարների առումով դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա եւ ազգային ժողովը դրա մաս է։ Սա է շարունակվելու։ Այսինքն այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Եվ մի կանչացել եթե կարելի է որոշում ունեք արդեն ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նշանակման կապված, որովհետև այդ մամուլ տեղեկություններ կային, եթե կա։ Այո, ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը եւ Դավիթ Համբարյանը կնշանակվի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Դավիթ Համբարյանը նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, եղել է ներքին գործերի, եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եղել է ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար